Այսօր մեր հյուրն է Արցախյան պատերազմի հերոս Շահեն Մեղրյանի եղբայրը Պետրոս Մեղրյանը, որը ներկա է եղել Շահումյանի դեպքերին, մասնակցել է մարտերին։ Շնորհակալություն մեր հաղորդմանը մասնակցելու համար։ Շահումյանի անկումից 20 տարի է անցել, ինչ է կարծում հնարավոր էր պահել այն։ Կպահեին, եթե մեզ օգնեին։ Ով օգներ։ Հայաստանից օգնություն լիներ։ Չկար այդ օգնությունը բավարար։ Այդ պահեդրությամբ չկար։ Եվ մեր ուժերով մենք չէինք կարող այդ ուժերի դեմ դուրս գանք։ Ինչքան հնարավոր է կարողացանք պահենք 2 օր մեր ազատամարտիկները, մեր ջոկատները գնդի հետ միասին, ինչքան հնարավոր է կարողացան պահեն եւ ժողովրդին դուրս հանեցին դեպի հաթերքի եւ Մադաղեսի ուղղությամբ։ Շատ լավ։ Ինչ է կարծում, ինչպես է գնահատում այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցությունների սեղանին այսօր դրված չէ Շահումյանի հարցը, մինչդեռ խոսում են փոխզիջումներից։ Մենք ունենք Գետաշայինց Շահումյան, որը գտնվում է Ադրբեջանի տարածքում։ Ցավալի է, բայց այսօր իրոք այդ հարցը չի շոշափվում, Շահումյանի հարցը չի արծածվում։ Միգուցե այդ հարցը տայիք մեր ղեկավարներին ինչի համար չէ։ Մենք կուզենայինք, որ այդ հարցը լիներ, եւ եթե այսօր ինչ-որ ազատագրված տարածքների փոխզիջումների հարց կա, դրա դիմաց մենք պիտի ունենանք Շահումյանը, Գետաշենը իր ենթաշրջանում։ Դուք ունեք տվյալներ, թե շահումյանցիները այսօր հիմնականում որտեղ են ապրում։ Կան տեղեկություններ, որ նրանցից ոչ բոլորն են Հայաստան տեղափոխվել։ Հայաստանում մենք մոտավորապես ունենք 3000 շահումյանցիներ, որոնք բնակվում են Հայաստանի ամբողջ մարզերում, եւ ունենք մեծ դիասպոր Ռուսաստանում։ Եվ ինչն էր պատճառը, որ նրանք գնացին Ռուսաստան եւ ոչ թե տեղափոխվեցին Արցախ, ազատագրված տարածքներ։ Կասեմ, որ այդ ժողովրդին այն ժամանակ ոչ կարողացան տեղավորել Ղարաբաղում, կարային Շուշիում, որտեղ ժամանակ արդեն Շուշին ազատագրված էր, Շուշիում կարային վերաբնակեցին, իսկ Հայաստանում անտարբեր էին, որտեղ այդ ժողովրդին համարում էին դավաճաններ։ Իսկ Ղարաբաղում։ Ես ասեցի Ղարաբաղում կարող էին, բայց չարեցին։ Շատ լավ։ Եվ ինչպես է գնահատում վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցածը, որտեղ մենք հայ զինվորներ կորուստ տվեցինք նորից։ Ինչ պետք է անի հայկական կողմը։ Ես գտնում եմ, որ արդեն ժամանակն է մենք ունենանք պրոֆեսիոնալ բանակ։ Եվ այդ առաջի գծում պիտի լինեն ոչ թե 18-19 տարեկան տղաները, այլ փորձ ունեցող պրոֆեսիոնալ զինվորներ։ Եվ դուք ինչ եք կարծում, մենք Շահումյանը երբևէ կվերադարձնենք, հավատում եք դրան։ Մենք հավատով ենք ապրում, առասարակ շահումյանցիներս, եւ ամբողջ ազգն ենք հավատով ենք ապրում, իսկ գտնում եմ, որ կգա մի օր եւ Շահումյանը նորից կծաղկի։ Դուք կվերադառնաք Շահումյան։ Միանշանակ։ Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար, իսկ մենք շարունակում ենք թողարկումը։ Այսօր մեր հյուրն է Արցախի պատերազմի հերոս Պետրոս Մեղրյանը, Շահեն Մեղրյանի եղբայրը։